Վարդենիս քաղաքը Երևանից մոտ 160 կիլոմետր է հեռու, հայ-ադրբեջանական սահմանից մոտ 20։ Այցելուներ Վարդենիսը շատ չի ունենում, զբոսաշրջային հանրահայտ վայրեր այստեղ չկան։ Վարդենիս գնում են միայն նրանք, ովքեր ճամփորդելիս Հայաստանի ոչ մի անկյունը բաց թողնել չեն ցանկանում։ Քաղաքի մասին այսպես է գրում Wiki Travel ճամփորդական ուղեցույցը։ Քաղաքի երբեմնի փառքով, սակայն բնակիչները չեն դադարում պարծենալ։ Աշխատել ենք, լավ աշխատատեղեր ենք ունեցել, հիմա ելի է շրջանում աշխատատեղեր մի քիչ է։ Փակվել են ժամացույցի գործան, կոնդենսատորի գործան, պիվ զավոդ, փակվել է մի ժողովրդի վիճակ մի քիչ ծանր է։ Եթե աշխատատեղ լինի, շատ լավ կլինի։ Աշխատեն, կապրեն բոլորը։ Աշխատանք չկա, առաջին գանգատը, որ բարձրաձայնում են վարդենիսցիները։ Մոտ 14,000 բնակիչ ունեցող քաղաքում գործող բիզնեսները մատների վրա կարելի է հաշվել։ Մի քանի ռեստորան, 2-3 թոնրատուն եւ փոքրիկ խանութների շարք։ Նորմալ է, բայց դեռ աշխատագործ չկա, դրա համար է տենց դժվար է։ Իսկ եթե աշխատանք չկա, մարդիկ ո՞նց են ապրում։ Դե դեսինով զբաղվում են։ Անասապավիքյան։ Գատես չեմ զբաղվելու։ Արտագնա աշխատողներ կան։ Շատ պրոսեստ։ Բակ քաղաքն է։ Տարբեր երևի։ Հիմնականում տղամարդիկ են գնում, թե Տղամարդիկ։ Եվ տանիքով է գնում մինչ այլոց շատերը։ Որտեղ հաց է տեկած, տենց են մտածում ժողովուրդը։ Արտագաղթի բարձր ցուցանիշ ունեցող քաղաքի բնակիչները շտապում են ավելացնել, որ իրենց ընկերներն ու հարազատները անպայման կվերադառնան Վարդենիս եւ ընդմիշտ չեն հեռացել։ Աշխատատեղ եթե լինի վերադառնան, բոլորն էլ գնացել են ոչ թե հիմնական, այլ պայմանագրային։ Այսպես շարունակի լավ չի լինի, բայց հետագայում կարող է պատահել լավ լինի, չեմ կարող ասել քույրիկս։ Իսկ ինչի՞ց է կախված այդ լավ լինելը։ Ղեկավարությունից ինձ պետք է։ Այս թոնրատունը մոտ 20 աշխատող ունի, հիմնականում կանայք, որոնք հոգ են տանում ողջ ընտանիքի մասին։ Աշխատանք ունենք, օրը 8000 ռուբլի առնում ենք, իրանք ար երկրում են, դեռ փող չեն ուղարկել։ Ինչ ասեմ։ Դուք ձեր աշխատած գումարով ձեր ընտանիքը կարողանում եք պահել։ Չէ, հազիվ, մի կերպ հասցնում ենք։ Քանի հոգի կա ձեր ընտանիքում։ 5 հոգի ենք, ունեմ 4 երեխա։ Որից մեծ աղջիկս ամուսնացած է, 3-ն Դուք եք երկու աղջիկ մի պահում։ տղա։ Իհարկե։ Օրավարձով աշխատող կանայք 30-ից 65 տարեկան են եւ չնայած սերունդների տարբերությանը ընտանիքներն իրար նման են։ Շատերն են իրենց ամուսիններին հանդիպում տարին մեկ անգամ, այն էլ մի քանի շաբաթով։ Ամեն տարի գալիս է, թե չէ։ Կարողանում եք գալ ամեն տարի։ Հա, դեկտեմբերին նոր տարվա։ Բայց նացիոնալի նոմա չի ուղարկել, ես ճիշտ եմ ասում։ Ինչքան ժամանակ է արդեն գնացել։ Մարտի 25-ից գնացել է։ Աշխատանք չունի, թե Ունի աշխատանք, հələ չեն տվել։ Գումարը որ ուղարկի տուն։ Վարդ հայերի մոտ է աշխատում։ Հա, հայերի ախր քյալացիների մոտն է։ Այ, հասկանում։ Այս 13 տարի դուրս է գալու։ Դե որ աշխատանք ստեղներ մեր համար հաճելի չէր։ Ինքը գնար ընդեղ, մենք էլ ստեղ։ Նորմալ ընտանիքով կապրել ենք։ Շաբաթօրը Վարդենիսում արտասովոր օր էր, այստեղ անցկացվում էր ոսկեհասկ փառատոն։ Քաղաքի բնակիչները վաճառքի էին հանել ձեռքի աշխատանքն ու խոհարարական հմտությունները։ Շատ այցելուներ էին եկել Երևանից։ Հեքիաթի նման օր է, ասաց քաղաքի բնակիչներից մեկը, բայց հեքիաթը երկար չձգվեց, բարձրացած քամին ընդհատեց փառատոնը։ Շատերը շտապեցին պատսպարվել անձրևից, որը սակայն պարելուց հետ չպահեց քաղաք այցելած Ռաֆի Հովհաննիսյանին եւ նրա պարընկերներին։ Ես չեմ նեղվում իմ հայրենիքից, որովհետև հավատում եմ իրավակային եւ գիտեմ, որ շատ շուտով դառնալու ենք իրավական, ժողովրդավարական եւ ինքնիշխան երկիր։ Վերցում կզամե դարան խաչ,